Հայաստանի ազգային հավաքականը արդեն շատ շուտով Երևանում ընկերական խաղի շրջանակներում Բելարուսի ընտրանու դեմ կմրցի։ Ինչպես հասկացաք, ինտերֆուտբոլը երկարատև դադարից հետո հատուկ ձեզ համար վերադարձի իր առաջին քայլերն է կատարում, բայց այդ մասին վերջում հիմա ասեմ, թե ինչ ենք անելու այսօր։ Կխոսենք Հայաստանի ազգային ընտրանուց, ինչ վիճակով ենք մոտենում առաջիկա խաղին, կան արդյոք սպասելիքներ, ովքեր են հավաքականի նորեկները, ինչ առավելություններ նրանք կտան մեզ եւ ինչ սպասել նրանցից։ Հաղորդման մեջ կլինի նաեւ փոքր հատված Բելարուսի ազգային ընտրանուց, որպեսզի մեր առաջիկա մրցակցից դուք որոշ առումով լինեք իրազեկված։ Եղիշե Մելիքյանը այս անգամ ահագին ժամանակ ուներ, որ հավաքականի ճամբարում եւ նրա խաղային դրսեւորումների մեջ սեփական նոտաները ընդգրկեր։ Տեսնենք ինչ դուրս կգա դրանից։ Ինչպես միշտ ներկայացնելու ենք ձեզ Հայաստանի հավաքականի մասին ամեն ինչ։ Մեկնարկը համարենք դրված, նախաբանը ասված եւ շարժվենք առաջ։ Ջերմություն, որ գալիս է տուն։ Պահ, որ երջանկացնում է։ Սպասում, որ մնում է քեզ հետ։ Wait and see you and me. Կամուրջ, որ միավորում է։ I'll fight for you until this life is over. There's no giving up here, babe. We were meant to be. Կյանքի կարևոր պահերին հայ փոստը ստեղծում է փոքրիկ պատմություն, վերածելով այն թանկ հիշողության։ Հայ փոստ, քո մարդիկ ամենուր։ Այո, ազգային հավաքականի վերջին հանդիպումը շատ ցավալի արդյունք մեզ բերեց։ Անկախ այն բանից, թե ում դեմ ես դու մրցում, 9-1 հաշիվը անթույլատրելի է բոլոր առումներով։ Շատերն ասում են ուզում ենք մոռանալ այդ հանդիպումը։ Ես հակառակը կասեմ։ Նման խաղերը շատ լավ պետք է հիշենք, չմոռանանք ու դարձնենք մեզ համար հաշվարկի կետ ու անենք ամեն ինչ, որ այդ օրինակ ֆիասկոներից խուսափել կարողանանք։ Մանավանդ մեր պարագայում ջախջախիչ պարտությունները ցավոք արդեն շատ վաղուց վերածվել են կայուն օրինաչափության։ Այո, եղան անհատական բազում սխալներ։ Այո, շատ հաճախ Պորտուգալիան ինչ խփում էր, դրանք ավարտվում էին գոլերով։ Այո, Եղիշե Մելիքյանը իրեն բաժին հասած հավաքականում աշխատելու ժամանակահատվածին շատ համապատրաստից մոտեցավ եւ ներկայացվեց որպես հավաքականի գլխավոր մարզիչ ամենաանհարմար պահին։ Այո, այս ամենը հասկանալի էր, ինչ որ միտեղ նույնիսկ ընդունելի էր։ Ամեն դեպքում հիմա ներկայումս մեր մարզիչի ձեռքի տակ արդեն կար բավականաչափ ժամանակ սեփական գործիքավորումները հավաքականում գեներացնելու համար։ Ամենակարևորը Մելիքյանը սառը գլխով մտածելու ժամանակ ուներ եւ վերջապես կարող էր կատարել հիմնակարային վերափոխումներ։ Առավել ևս, որ այդ վերափոխումների կարիքը ինքնին հասունացել էր, այսպես թե այնպես ռադիկալ մոտեցում էր հարկավոր։ Սա եղել էր հանգամանքների բերումով, իներցիայով, ավտոմատ կերպով, ինչպես ասում են, կյանքներ ստիպում։ Նախ Լուկասը հավաքականին հրաժեշտ տվեց, այնուհետ նրա օրինակին նաեւ Տիգրան Բարսեղյանը հետևեց։ Հավաքականը փաստացի երկու համակարգաստեղծ օղակների զրկվեց, ովքեր համարվում էին տարիների վեր նրա խաղային դիմանկարը ապահովող երկու կարևորագույն ֆիգուրներից։ Առանց Լուկասի ու Տիկոյի ամբողջովին փոխվում էր հավաքականի հարձակումներ կազմակերպելու մեթոդիկան։ Սա նման էր 0-ից սկսելուն, որտեղ այս ասպեկտի հետագա զարգացումը ու դրսևորումը ամենասկզբերից պետք է դրվեր, ու թող չհնչի չափազանցված, այս գործոնի ապդեյթի ենթարկումը նոր էպոխա ազդարարող ամենաառաջնային արտահայտչամիջոցներից պետք է դառնար։ Փլատակների վրա նոր ծիլեր սահմանվեր, որը հետագայում պտուղներ կբերի մեզ։ Ու հիմա Եղիշե Մելիքյանը հենց այդ փուլի վրա է կանգնած։ Նա դրել է նպատակ իր առջև այս վերաբրենդավորման process-ը կատարել ամենաչնչին կորուստներով, որ չլինի շատ ցավոտ ու նաև որոշակիորեն ստեղծի ինչ որ պրոդուկտիվ պատկեր։ Եվ այս ամենը Մելիքյանը պետք է անի այն բանի հետ հանդերձ, որ հանկարծ արդյունքն էլ չտուժի դրանից։ Իսկ սա մեղմացած շատ բարդ աշխատանք է։ Հենց նաև սրանով է բացատրվում այն ֆակտորը, որ Եղիշե Մելիքյանը այս անգամ կիրառեց ազգային հավաքական հրավիրելու նորեկների նման մեծաթիվ մոբիլիզացիոն ռեզերվ։ Ունենք միանգամից 6 նորեկ։
Սկսենք նորեկ դարպասապահից։ Գոր Մատինյանից։ Գորը այս սեզոնում նոր մակարդակի վրա դուրս եկավ։ Հասուն խաղը եւ օգտավետ գործողությունները այն բանին հանգեցրեց, որ նա Հայաստանի ամենահեռանկարային դարպասապահներից դարձավ։ 21-ամյակի պերը միայն առաջին 6 խաղերում Ուրարտուի կազմում մոտ 540 րոպե խաղաժամանակ ստացավ, իսկ փորձ ունենալը, ինչպես ասում են, ամեն ինչ է մեր գործում։ Խարիզմատիկ հայ դարպասապահը պաշտպանությունը շատ լավ է կառավարում, օժտված է ուժեղ ռեակցիայով եւ շատ հաջող է գործում, հատկապես գծի վրա խաղում։ Շատ հաճախ էլ հետ է մղում գնդակներ, ուղարկված 11 մետրանոց նշանակետից։ Գոր Մատինյանը այս ամենի շնորհիվ Եղիշե Մելիքյանի կողմից արժանիորեն հավաքականում հանդես գալու հրավեր ստացավ։ Մենք ունենք ուժեղ դարպասապահների կարիք։ Գորջյան, սրտանց հաջողություն եք մաղթում քեզ։ Մյուս նորեկը նատուրալիզացվածների շարքերը համալրեց։ Հասակը 1.90 իսկական ատլետ։ Հզոր հենասյունը ազգությունը կոլումբացի Խուլիո Բուենո Արարատ Արմենիայում է հանդես գալիս։ Բարձրահասակ լինելը չի խանգարում նրան, որ համարվի արագաված խաղացող։ Շնորհված է շատ աչք ծակող, առաջին փոխանցում կատարելու հմտությամբ։ Ժամանակակից ֆուտբոլին համապատասխանող ցենտրբեկ, ով ոչ միայն գնդակներ խլել գիտի էֆեկտիվ, այլ նաև ինչպես արդեն մատնանշվեց, վստահորեն կարողանում է դնել գրողների մեկնարկ, եւ դա անում է շատ որակյալ ձևով։ Հիանալի է կարդում խաղը ու աչքի է ընկնում շատ կարգապահ բնավորությամբ։ 29-ամյա կոլումբացու հրավերը ազգային հավաքական, մանավանդ Հարոյանի հեռանալուց հետո կօգնի մեր պաշտպաններին իրենց ավելի ինքնավստահ զգալ եւ կհանդիսանա լրացուցիչ խթան, որպիսի իրենց որակները դրսևորեն ել ավելի արդյունավետ։ Կարլեն Հովանեսյանը, Արթուր Ասկարյան։ Եղիշե Մելիքյանը նրանց հավաքական հրավիրելով փորձում է զմռսել մեր բոքս-տու-բոքս գոտին։ Այս դիրքում մենք ցավոք ունենք շատ աղքատիկ տեսք։ Կարլենը եւ լավ քանդել գիտի, եւ նաեւ զարգացած է տեխնիկապես։ Նրա առաջխաղացումը Փյունիկում շատ աստիճանաբար եղավ, ու մարդը իրոք քրտնաջան աշխատանքով այն բանին արժանացավ, որ ստանա հավաքականում հանդես գալու հրավեր։ Խոսելով ԲԿՄ-ում հանդես եկող Արթուր Ասկարյանից, ասենք ահա թե ինչ, շատ մոբիլ հենակետային կիսապաշտպան, դինամիկ խաղբեկ, ով խաղի ռիթմի տեսանկյունից ընդհանուր փազլի մեջ շատ կարևոր դերակատարություն ունի, չի նեղվում սև աշխատանքից ու ճիշտ ժամանակին խլումներ կատարելուց։ Այս ամենի հետ մեկտեղ նաև գրողներ կառուցել գիտի։ Արթուրը 18 խաղում գնդակը մրցակիցների դարպասն է ուղարկել 2 անգամ ու կատարել է եւս 1 գոլային փոխանցում։ Իհարկե Իվուին փոխարինելը այնքան էլ հեշտ աշխատանք չէ, սակայն ես վստահ եմ, որ Արթուրը կանի ամեն ինչ, որպեսզի իր մասին խոսելու առիթ տա։ Հավաքականում հանդես գալու հրավեր նաև Նարեկ Հովանեսյանը ստացավ, ով նույնպես ԲԿՄ-ում է խաղում ու իրոք տպավորում է բոլորիս։ Ընդհանրապես պետք է առանձնահատուկ շնորհակալություն Արմեն Գյուլբուդաղյանցին ասվի, որովհետև հենց նաև նրա կատարած աշխատանքի շնորհիվ այս ֆուտբոլիստները դրսևորում են իրենց լավագույն որակները։ Նարեկը, ով համարվում է ձախ վինգեր, մեր առաջնության տեխնիկապես ամենազարգացած, ամենաաշխույժ խաղացողներից է։ Հիանալի դրիբլինգ ունի, գեղեցիկ խաբսերի է տիրապետում եւ բարդ իրավիճակներում կարողանում է արագ կողմնորոշվել այնպես, որ դրան հաջորդող նրա գործողությունը հիմնականում ունենում է օգտավետ վերջաբան։ Հենց սրա արկայությունն է նրան թույլ տալիս խփել գոլեր ու լինել ուշադրության կենտրոնում։ Այս պահին Նարեկի ակտիվում կա արդեն 6 արդյունավետ հարված ու եւս 2 գոլային ասիստ։ Ազգային հավաքականին մանավանդ ներկայումս նման պայթունավտանգ եզրայիններ պետք են օդի ու ջրի պես։ Ինչ որ ներքին համոզմունք կա, որ եթե ամեն ինչ լավ գնա, մենք Նարեկի մասին լսելու ենք հաճախ։ Եվ վերջում խոսենք ամենաաղմկահարույց նորեկից։ Բրիտանական ֆուտբոլի պրոդուկտ Ֆին Գերագուսյան, ակումբը հանրահայտ Սանդերլենդ, մինչև 21 տարեկանների երիտասարդական թիմ, կենտրոնական հարձակվող։ Ֆինը համարվում է նորագույն հայտնություններից։ Բարձրահասակ կազմվածքով, տիպիկ տուգանային հրապարակի ստրայկեր, կլասիկ կենտրոնական հարձակվող։ Վերջին 26-27 խաղերում 13 գոլի հեղինակ դարձավ, նաև 3 գոլային փոխանցում կատարեց։ Շատ լավ է խաղում հատկապես մեջքով դեպի մրցակցի դարպասը կանգնած։ Անհույս գնդակներից կարճ գիտի, կպչում է մրցակցին մագնիսի պես եւ դրան անընդհատ պրեսի տակ է պահում։ Իհարկե հիանալի է գործում երկրորդ հարկում։ Վինգերները ուրախանում են, որ թիմում կա նման հարձակվող, որովհետեւ կարող են գնդակը եզրերից անverջ ուղարկել տուգանային հրապարակ։ Դե բրիտանական դարբնոցում այլ կերպ լինել չէր կարող։ Իդեպ լավ է հարվածում նաեւ հեռավոր դիրքերից։ Կարողանում է գնդակը պահել իր մոտ եւ ապահովել տակտիկական օպերատիվ առաջխաղացում։ Այո, Ֆինը կախյալ հարձակվող է։ Առանց մատակարարումների Գերագուսյանը զրկվում է թթվածնից, սակայն եկեք խոստովանենք, որ մեզ հենց նման հարձակվող էր հարկավոր, հենց նման որակներ ունեցող։ Նրա հրավերը Ռանոսին էլ կօգնի, որ դառնա ավելի աչալուրջ։ Թող մրցակցեն երկուսով, սա թե նրանց կօգնի թե մեզ։
Եղիշե Մելիքյանը կազմի հետ կապված անում է շատ թիրախային միջոցառումներ, բոլոր գոտիները, որոնք մեզ մոտ դարձել են աքիլեսյան գարշապար եւ խոցելի են մեզ համար։ Հենց այդ զոնաների համար հրավիրվել են կոնկրետ տեխնացուներ։ Մեր մարզիչը կադրային առումով եղածի մեջ առավելագույնը կամեց։ Ահա թե ինչու էի ասում, որ սկսվել է գլոբալ ռեբրենդինգ։ Անդրադառնալով Բելարուսի դեմ առաջիկա խաղին, խոսենք մի փոքր վիճակագրությունից։ Մինչ օրս նրանց դեմ մրցել ենք 7 անգամ։ 3 հաղթանակ տարել է Բելարուսը, 2 անգամ հաղթել ենք մենք, 2 անգամ էլ հանդիպումները ավարտվել են խաղաղ ելքով։ Վերջին անգամ Հայաստանն ու Բելարուսը մրցեցին միմյանց դեմ 2017 թվականին խաղը Երևանում կայացավ։ Մեր ազգային ընտրանին խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ 4-1 հաշիվը գրանցվեց։ Իդեպ ասեմ, որ ներկայումս Բելարուսների մոտ նույնպես բավականին տխուր պատկեր է նշմարված։ Անհաջողություններ անհաջողությունների հետևից, անատան ֆուտբոլ մեծ խոտանով պատված, պարտությունների շարք մշուշոտ հեռանկարով։ Հենց սա պատճառ դարձավ, որ արդեն տարվա սկզբում հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Բելարուս ամենաուժեղ մասնագետներից, եթե ոչ ամենաուժեղը, Վիկտոր Գոնչարենկոն։ Կարծում եմ կհիշեք, որ նրա օրոք բելարուսական բատեն ինչ մեծ հաջողությունների հասավ։ Նրա անունը հենց այստեղ բացահայտվեց։ Հետո Գոնչարենկոն Մոսկվայի բանակի կենտրոնական մարզական ակումբը գլխավորեց։ Բանակայինների մոտ բավականին կայուն խաղ դրեց, սուպեր գավաթը նվաճեց, Եվրոպայում լավ աղմկեց։ Ընդհուպ բանը նրան հասավ, որ Գոնչարենկոյի գլխավորությամբ ԲԿՄ-ն Մադրիդում 3-0 խոշոր հաշվով, ոչ ավել, ոչ պակաս, արքայական ակումբին հաղթեց ու պատմություն հավերժացրեց։ Սա իրոք լոկալ չտեսնված նվաճում էր։ Մելիքյան Գոնչարենկո դիմակայությունը մարտավարության առումով հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Կարծում եմ թեժ կռիվ է սպասվում։ Այո, Բելարուսի դեմ ընկերական հանդիպումը առաջին հերթին կարևոր է նորեկների փորձարկման առումով, մարտավարական մշակումների տեսանկյունից, նոր գաղափարներ ինտեգրելու գործոնում, սակայն կա ոչ պակաս մեկ այլ կարևոր ֆակտոր։ Կլինի ընկերական թե պաշտոնական խաղ։ Հիմա այնպիսի վիճակ է, որ հայ երկրպագուն ուրախանալու է նաև ընկերական խաղում տոնած հաղթանակից։ Իսկ ուրախություն մեր ճամբարում չի եղել շատ վաղուց։ Նման էմոցիաների կարոտ ենք մնացել կոպիտ ասած։ Հենց սրա համար տղերք ջան, կռիվ տալ հաստատ արժի։ Ջերմություն, որ գալիս է տուն։ There were days where I thought we wouldn't make it Պահ, out. որ երջանկացնում է։ Today's out. There's no giving up here, babe. We'll make it out and fall in love tonight. Ain't nothing needed but a sphere. Սպասում, որ մնում է քեզ հետ։ Chance we got a wild ride. Wait and see you and me. Կամուրջ, որ միավորում է։ I'll fight for you until this life is over. There's no giving up here, babe. We were meant to be. Կյանքի կարևոր պահերին հայ փոստը ստեղծում է փոքրիկ պատմություն, վերածելով այն թանկ հիշողության։ Հայ փոստ, քո մարդիկ ամենուր։ Մոտավոր 3 ամիս Ինտերֆուտբոլը զրկված էր աշխատելու հնարավորությունից։ Ֆինանսական հոսքերի բացակայության պատճառով աշխատանքները հնարավոր չէր շարունակել ֆիզիկապես, ինչ էլ կատարվել էր մինչ այդ։ Խոսում եմ նոյեմբեր ամսից։ Զուտ արվել էր միայն հենց դες համար։ Երախտիկի ու մեծ հարգանքի արկայությունից դրդված, հիմա նույնպես սա ամենաառաջնային ցուցիչն է մեր սրտում։ Գնահատում ենք յուրաքանչյուրիդ բառիս ամենաառավելագույն չափով։ Խնդրել, որ այս տեսանյութի հանդեպ մեծ հետաքրքրություն ցուցաբերեք ու մեր կողքին լինեք։ Մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդրանք ունենք ձեզ։ Կարծում եմ շատերդ արդեն տեղյակ եք, որ Ինտերֆուտբոլը սկսել է համագործակցություն Նորալիք YouTube-յան հարթակի հետ։ Նորալիքի պլատֆորմով Ինտերֆուտբոլը կներկայացնի հետաքրքիր հաղորդաշար, հիմնականում հայկական ֆուտբոլին վերաբերող, չնայած որ խոսելու ենք նաև միջազգային ֆուտբոլից։ Բաժանորդագրվեք Նորալիք անվանումը ունեցող YouTube-յան ալիքին։ Հղումը կգտնեք ստորև տեղադրված նկարագրության մեջ։ Սա ամենակարևոր կոմպոնենտներից է։ Իմացեք Նորալիքին բաժանորդագրվելով ոչ միայն բարձրորակ ու հետաքրքիր կոնտենտի հետ կառնչվեք, ոչ միայն կերկարացնեք Ինտերֆուտբոլի կյանքը, այլ նաև շանս կտաք մեզ, որպեսզի կարողանանք ստեղծել նորանոր արժեքային հաղորդումներ։ Այնպես որ սա մեզ համար կարևորված է ամենաանկյունակարային ձևով։ Ուզում եմ ամենայն բարիք մաղթել ձեզ, շատ շուտով արդեն հանդիպելու նպատակով։ Եթե չլինեիք դուք, Ինտերֆուտբոլը արդեն լուծարված կլիներ։ Լավ եղեք ու մինչ նոր հանդիպում ընկերներ։